Ով է հայհոյել, սպառնացել, հետո էլ փողոցի մի մութ անկյունում ծեծել լրագրող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանին։ Հակոբը օգոստոսի 27-ին Facebook-ում քննադատել էր Երևանի քաղաքապետարանի տեսուչներին, որոնցից մեկը մի քանի շաբաթ առաջ 97 համարի ավտոբուսում ուղևարցը չվճարելու համար տուգանել էր մի կնոջ, որն իրականում վճարել էր ուղևարցը։ Իր բանկային քարտով։ Տիկինը ապացուցել էր վճարումը բանկի միջոցով։ Հակոբը պատմում է, որ այս ստատուսից հետո հայհոյախառն մի շարք նամակներ է ստացել Ավետ Բաբայան անունով օգտատերից։ Այսպես փորձում է հաշիվ պահանջել եւ առանց իմանա ես չգիտեմ թե ով է դա եւ նրան փորձում եմ կարգի հրավիրել իրեն հասանելի բառապաշարով եւ պատասխանը ստանում եմ հայհոյանքներ, այդպես շատ կոպիտ գռեհիկ հայհոյանքներ։ Ավելի ուշ Հակոբը պարզել է, որ Ավետը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Այն նույն մարդը, որը 97 համարի ավտոբուսում անհիմն տուգանել էր ուղևարցը վճարած քաղաքացուն։ Քանի որ նախկինում քաղաքապետարանում աշխատել եմ եւ որոշ ծանոթություններ, կոնտակտներ ունեմ, զանգում եմ ներկայիս, ուրեմն բավական բարձրաստիճան կոմպետենտ պաշտոնյաների եւ հուսով եմ նրանք իրենք կբացահայտեն իրենց ինքնությունը եւ կասեն թե ոնց է ստացվել այս ամեն ինչը, որ էսպես եղել եւ ասում եմ, որ իմ տարակուսանքն եմ, իմ վրթովմունքն եմ հայտնում, խնդրում եմ փոխանցել եւ համապատասխան հետեւություններ անել, համապատասխան ընթացք տալ։ Քաղաքապետարանից Հակոբին խոստացել են պարզել ինչն ինչոց է։ Այնպես են պարզել, որ Ավետ անունով քաղաքապետարանի աշխատակիցը ոչ հեռացվել է աշխատանքից, ոչ նկատողություն ստացել, դեռ մի բան էլ շարունակել է քաղաքացու նկատմամբ իր անպատշաճ վարքագիծը։ Ինքը պաշտոնյա է, որը հասարակական կարգի պահպանությանն է կոչված, բայց իրեն պահում է փողոցային խուժանի նման։ Այդ մարդիկ, ում ես տեղեկացրել եմ, ասում եմ, իրավասու պաշտոնյաներ են եւ իրենց պարտականություն, ուղիղ պարտականությունների մեջ է մտնում անձնակազմի հետ կապված հարցերը համակարգելը եւ ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ այդ մարդիկ չեն զեկուցել Տիգրան Ավինյանին։ Հիմա եթե զեկուցել են եւ ինքը քայլեր չի ձեռնարկել, դա մի բան է, եթե չեն զեկուցել, դա մի ուրիշ բան է։ Երկու պարագայում ամեն դեպքում սա խոսում է, որ այդտեղ ներողություն շունը տիրոջը չի ճանաչում։ Ուրբաթ երեկոյան դիմակավորված մարդիկ ծեծել են Հակոբին նրա աշխատավայրի մոտ։ Շենքի անկյունից իմ վրա հարձակվում է մի հոգի դիմակավորված, դիմակով եւ գլխարկով ծածկված մարդ, որ անմիջապես առանց որևէ բան ասելու, հարցնելու կամ պարզաբանելու սկսում է հարվածել։ Ես փորձում եմ պաշտպանվել, ինչքան կարողանում եմ, փորձում եմ պաշտպանվել, ընկնում եմ գլուխս ասֆալտին է կպնում, արյունահոսում եմ, վնասնում եմ եւ էլի մի շարք ուրիշ վնասվածքներ եմ ստանում։ Այսօր էլ Ավետ Բաբայանը շարունակում է պաշտոնավարել քաղաքապետարանում։ Կպարզենք, կհասկանանք, այս երկու բառով է քաղաքային իշխանությունն արձագանքում տեղի ունեցածին։ Հակոբ Կարապետյանը դիմել է իրավապահներին, քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց իրավապաշտպանները կասկածում են, թե իրավապահները ճիշտ ընթացք կտան գործին։ Մհեր Կարագյոզյանը պնդում է, որ իրավական պետության իմիտացիա ստեղծելու համար իրավապահ համակարգը միշտ էլ վարույթ է նախաձեռնում, հետո այնքան ձգձգում գործը, որ այն կորցնում է վաղեմության ժամկետը։ Իբրև թե ունենք պետական մարմին, իբրև թե պետական մարմինը օբյեկտիվորեն արձագանքել է եւ ինչ է արել քրեական վարույթ է նախաձեռնել, բայց այս քրեական վարույթը չի ունենում օրինական եւ համաչափ ընթացք։ Եթե Հայաստանն իրավական պետություն լիներ, ֆիզիկական հաշվեհարդարը, հայհոյանքները, սպառնալիքները անպատիժ չէին մնա, առավել ևս չէին խրախուսվի իշխանության կողմից, նկատում է իրավապաշտպանը։ Դե դա նորություն չի, եթե Facebook-ում ինչ-որ հրապարակում ես անում, ինչ-որ շրջանակներից սկսում են զանգեր գալ, որ այս հրապարակումը պետքա դուք հեռացնեք։ Լիլիթ Գասպարյան, Ալեքս Սարգսյան, Առաքել Օհանյան եւ Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։